ու լավ կնի որ ամուսնանաք։ Բայց մի հետաքրքիր պատմության մասին եմ խոսելու իր տեսակի մեջ, գոնե թե ինձ համար շատ հետաքրքիր։ Իմ համար, իմ ունեցած ինֆորմացիայի շուրջ այդ դարվա հարսանիքը, ասենց ասեմ, հարսանիքը, որ այդ դարին էր պատկանում։ Բայց խոսելու ենք առաջի դատավորի մասին, թե ինչպես դառա, որ ոմն մեկը, որի մասին պետք է խոսենք, դարձավ առաջին դատավոր Իսրայելի։ Դատավորած առաջին գլուխ, ուզում եմ կարդամ 12-րդ խոսքը, եւ Քաղեբը ասեց. ով որ կարիած սեփերը զարկե եւ առնե իմ աղջիկ Աքսան նրան կտամ իբրև կին։ Ծանոթ եք ես դեպքին։ Այս մարդը որոշեց, կանգնավ ասեց, ով որ այսինչ քաղաքը զարկի եւ առնի, իմ աղջկան կտամ նրան որպես կին։ Գիտեք, Քաղեբը բոլորս գիտենք, որ ինքը իշխանյանց սերունդ էր, չէ՞։ Թվոց 13-ի 3-րդ եւ 4-րդ խոսքերում տեսնում ենք, որ Քաղեբը իշխան էր ինքը եւ առաջավորներից մեկն էր։ Եվ այս մարդը մի հատ հայտարարություն անում, ասում է, ով որ այսինչ քաղաքը զարկի եւ առնի, իմ աղջիկ Աքսան կտամ նրան որպես կին։ Քաղեբին գիտենք, ինքը ստրատեգ մարդ էր, ինքը շատ խիզախ մարդ էր, եթե իր պատմությունը կարդացել եք, կհամաձայնվեք ինձ հետ, ինքը իմաստուն մարդ էր, եւ ինքը զենքը լավ հասկանում էր ինչա, ինքը շատ զորավոր մարդ էր, եւ գումարած այս ամենի կողքին, ինքը աստվածավախ մարդ էր եւ աստվածասեր եւ վստահում էր Աստծուն բոլոր իրավիճակների մեջ եւ երբեք չէր խաբվել։ Հիմի եթե լիներ տելեպարտացիա, մենք կարողանանք երիտասարդ եղբայրներ, ովքեր ամուսնացած չեն, եթե գնայինք անցյալ կամ ասենք իրան գային, որ մեկը Աքսային կուզեիք ձեզ որպես կին։ Հիշեցնում եմ իշխանի աղջիկ էր ինքը։ Հա չեք ուզում հլա։ Բայց ասեմ, որ շատերի աչքը, սա որ ասում է կներեք ռուսերեն արտահայտությանս мысли вслух։ Ես ձեր հետ ուղղակի խոսում եմ իմ պատկերացումների մասին, շատ բարի։ Շատերի աչքը Աքսայի վրա էր, բայց դուխանող չկար։ Ով էր գժվիր գալ Քաղեբի դուրը ծեծեր, ասեր եկել եմ աղջկա ձեր ուզեմ։ Քաղեբի մասին է խոսքը գնում։ Բայց բոլորի աչքը այդ աղջկա վրա է։ Սա իմ, ասենց ասեմ, նույնիսկ վստահ եմ սրա մեջ։ Աքսան շատ սիրուն էր։ Գիտեք, շատ սիրուն աղջիկ էր եւ շատ ուխոժն է, հա, ասենց ասեմ, որտեղից են վերցնում։ Ամեն աղջկա համար ամեն հար չեր ասի, ով որ գրես քաղաքը բանանի վերցին, նանի աղջիկ։ Ստեյց ենթադրում են, որ ինքը շատ սիրուն էր եւ շատերը կուզեին կնության առնել։ Քաղեբը ասա, հոп, ստոպ հլա։ Տենց չի։ Ով որ գնայս քաղաքը զարկի եւ առնի, իմ աղջկան նրան կտամ կնության։ Ես համոզված եմ, որ Աքսան շատ սիրուն էր եւ շատ ուխոժնի ու գիտեք, sense արտահայտություն կա լերուսների մեջ, ասում է ֆինանսի պայոտ ռոմանսի։ Այսինքն ինքն իրան չէր կարող արկել ոչ մի բանից, դա մայմ ասում ուխոժին էր եւ ընդհանրապես նրանում խնդրեմ չուներ։ Աքսան ենթադրում են, որ քաշել էր իր հորը։ Ես դες նկատել եմ առհասարակ առաջի աղջիկը քաշում է հորը նմանվում է, տղան նմանվում է որը, միգուցե միշտ չի sense, բայց որ Աքսան շատ բանում նման էր իր հորը, սանում ես վստահ եմ, որտեվ իր այդ ընտանիքի գլուխը Քաղեբն էր, այդ ընտանիքի քահանան Քաղեբն էր, եւ հաստատ Քաղեբի դաստիարակության տակով էր այդ աղջիկը անցել։ Եղբայրները հենց ճուզեցիք Աքսայի հետ ամուսնանալ, հա։ Լավ առաջ անցնենք։ Եթե թուրք տակ մի քիչ Աքսային գովամ։ Աքսան շատ վիդնի էր, որտեվ երևում էր, որտեվ ինքը իշխանի դուստր էր եւ այլ կերպ չէր կարող լիներ, բոլոր իրան նկատում էին, թե արտակնապես ինքը պետքա սիրուն լիներ եւ ինքը պետքա լիներ հաճելի շփման համար եւ աչքերի համար, որտեվ ինքը կրկնում եմ իշխանի, հլբերան ասա իշխանի աղջիկ էր ինքը։ Եվ իրան համոզված եմ, այդ անուշահոտ յուղերից առատեսականի ուներ։ Նաև համոզված եմ, որ այդ ժամանակվա կոսմետիկայից ինք իրան չէր արգելի։ Իր հագուստներին սահման չկար։ Այդ զարդերը, այդ ամեն ինչը լիքն էր, որտեղ իր հայրը մեկն էր, որ շատ թագավորներ եւ թագավորություններ էր զարկել, եւ հաստատ իր աղջիկը դա կարոտը չէր այդ կոսմետիկայի։ Ամեն օր գալիս էր մի օր Աքսայի վրա մի հոտ էր գալիս, մյուս օրը մի ուրիշ հոտ,
Տղաները սաղի աշկի վրա դեր, բայց էլի եմ ասում, ոչ մեկ դերևս ռիսկ չէր անում Քաղեբի դուրը ծեծեր։ Եվ գիտես, չեմ բացառում, որ միգուցե նաև Աքսայի հետ կային նաև աղախիներ։ Աղբերներ, կուզեիք սենց կին։ Չէ, աղախիների համար չեմ ասում, սենց, այսքան որ գովեցի Աքսային, որտեղ այդ աղախիները Աքսայի համար էին, որ իրան սես դուր կարծիք ա, քույրերը շատ անգամ ասում են, չեմ հասցնում ինձի հետևեմ, երեխաները, տունը, գործը, այս մեկը, այս պրոբլեմ Աքսայի հետ չկա։ Իրան ուներ աղախիներ, ես այս բանից եմ ասում, այդ ամեն գործեր անելու էին, Աքսային է պատրաստել իր ամուսնու համար։ Բայց Քաղեբը մի բան ասեց։ Մի հատ սանդղակ ցույց տվեց մի չափանիշ, որը շատ բարձր դրեց։ Իմ աղջիկը կտամ կնության այն տղային, ով որ կզարկե այսինչ քաղաքը եւ կառնե։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Այս իր ասացի մեջ սա նշանակում էր էլի ռուսեն թութվեք ասեմ բիլետ վազին կանեց։ Հասկանում եք ինչ է սա նշանակում։ Այսինքն հայերեն տեսակը գնամերի արիսիրեմ։ Բոլորը գիտեն, որ սա հնարավոր չի գնալ եւ զարկել այդ քաղաքը, բայց Քաղեբը ասում է, ով որ կանի իմ աղջիկը նրան կտամ։ Ամբողջ Իսրայելի տղաների աշկի Աքսայի վրա էր, բայց մի բան ասավ Քաղեբը, որ կարծես թե անհնարին էր։ Իր սանդղակը շատ բարձր դրեց, այդ չափանիշները շատ բարձր դրեց։ Ես մի բան գիտեմ նաև, որ եթե Աքսան անցել էր Քաղեբի դաստիարակության տակով, հաստատ նա աստվածապաշտ էր, նա աղոթող մեկն էր, հետևաբար նաև իմաստուն, առաքինի եւ հավատարիմ Աստծո ժողովրդին հարի պրինցիպներին։ Բայց հայրը մի բան ասեց, որ թերևս Աքսան շատ տխրեց։ Հիշում եք, չէ՞, սա ուղղակի խորում ենք, sense մտածում ենք։ Չի բացառում նաև այս տարբերակը։ Շատ տխրեց, որտեվ որտեղ է ճարիտ այս մարդ։ Սա պետք է մարդ լիներ գոնե թե մահապարտ, որ գնար եւ ետ չգար։ Որովհետեւ մտածում էր, ասում էր, այ պապ ջան, ես քո նման երկրորդը որտեղից ճարեմ։ Այդ գիտեք ինչ էր ասում, քո նման, որ այստեղ Քաղեբը կարող էր դա անել։ Ասեմ ինչի համար, Քաղեբի դրած սադղակը թեև շատ բարձր էր, բայց անհնարինը չէր, ինքը այդպիսի տղամարդ էր։ Որովհետև որպեսզի մեկը կարողանար գնար եւ զարկեր քաղաք եւ առներ, պետք է երկու հատ ինքը կարևոր ֆունկցիա ունենար իր էության մեջ, երկու թև։ Մեկը սա էր, լիներ ուժեղ ստրատեգ, լիներ խիզախ, լիներ իմաստուն եւ զենքից հասկացող, վարժ զենք կրող, սա մեկ կողմը, եւ երկրորդ կողմը լիներ Աստծո հետ ունենալ լավ հարաբերություն։ Եվ լիներ հավատարիմ Աստծուն, վստահեր եւ Աստծուց առներ պատասխան։ Շատ քաջազուն տղաներ կային, շատ քաջերը, բայց սա ընդամենը մի թևն էր։ Եթե մեկը կգտնվեր, որ շատ զորեղ մեկը կլներ կգնար զարկելու, բայց եթե Աստված իր հետ չլեր, սա այդ տարբերակը չէր։ Եվ շատ տղաներ հասկացան, որ սա տուպիկ է, իրանք չեն կարող Քաղեբի դրած սանդղակը բավարարել, թեև շատ ցանկանում են Աքսային վերցնել իրենց կրության։ Քաղեբը բարձրաձայնեց իր ոչի պատճառները եւ թե երբ ոչը կդառնա այո։ Գիտեք, այսօր ընտանիքներում լինում են, որ շատ անգամ ծնողները իրանց ոչը ասում են եւ կանգնում եւ առանց մեկնաբանելու, առանց բացատրելու ոչի պատճառներ։ Ես տեսել եմ նման ընտանիքներ, նման զույգեր, որ շատ դժվարությունով են անցել իրանք եւ գիտեք ինչի չեն ասում, հասկացել եմ մի բան, որ իրանց այդ ոչը չեն բարձրաձայնում, որովհետեւ գիտեն, որ հանրության կողմից չի ընդունվի, որովհետեւ ամոթ է։ Օրինակ, ինչպես ասի, ես ուզում եմ իմ հարցը լինի մինուճար աղջիկ, որ ամեն բանը հետո մնա իրան։ Չի բացատրում, բայց ասում է ոչ։ Աղբեր ջան, խիչ չէ, ինչի՞ չես օրտում։ Չեմ ուզում։ Առանց բացատրության կամ երբ որ հակառակ ուզում են, որ իրանց փեսան լինի գոնե թե հարուստ կամ էլ ամենապակասը Եվրոպայից կամ Ամերիկայից։ Այս ամասի ոնց բարձրաձայնի։ Ախր ամոթ է, ոչ մեկ չի հասկա դա իրանք, ասեն պազուր է, այդ ինչ բան ես դու։ Բայց ես մարդը մտածում է ոչ թե իր երեխայի մասին, ապագա էլ իր մասին, որ ինքն է գնա Ամերիկա կամ չգիտեմ Եվրոպա։ Մի խոսքով, Քաղեբը սրանցից մեկը չէր։ Քաղեբը ասավ մի բան եւ բացատրեց։ Դրեց չափանիշը, որ ով որ անի, նա էլ կնության կառնի իմ աղջիկ Աքսային։ Տղաները նայելով իրավիճակին հասկացան, որ մեկը մյուսի հետևից հրաժարվեցին։ Բնականաբար Աքսան շատ տխրեց։
որովհետև կարծես թե մնաց տանը այդ սիրուն, այդ խելացի աղջիկը, այդ իմաստուն, այդ առաքինի աղջիկը, ամեն օր անուշահոտ յուղերի մեջ, նորանոր զգեստերի մեջ, բայց կարծես թե հայրը մի չափանիշ դրեց, որ ինքը պետք է մնար տանը։ 13-րդ խոսքը։ Եվ Քաղեբի փոքր եղբոր Կենեզի որդի Գոթոնիելը առավ նրան այդ քաղաքը, եւ Քաղեբն իր աղջիկ Աքսան նրան տվավ իբրև կին։ Գտնվավ մեկը։ Պատկերացնում եմ ոնց են բոլորը գալիս Աքսային աշկալուսանք տալիս, ասում են, լսի Գոթոնիելը ասել է հա ես կգնամ։ Իմ պատկերացումների մեջ այս Աքսան երևի աղոթում էր, որ կենթանի վերադառնա։ Աղախիներին ասում են, գիտեք, ծոմի մեջ գտնեք աղոթես, որ Գոթոնիելը հետ գա։ Հոտունը չեմ տալու այս աղջիկը։ Մի հատ թաքուն բան ասեմ, ձեզ ոչ ոքի չասեք։ Լավ, պայմանավորենք։ Իմ կարծիքով այս Աքսայի եւ Գոթոնիելի մեջ մինչև այդ արդեն մի ասես կայծ էր անցել։ Որովհետեւ չէր կարա Գոթոնիելի նման տղեն աչքի չընկներ իր խարիզմով։ Սա ենթադրությունների տեքստից է։ Բայց երբ որ Գոթոնիելը գնաց եւ վերադարձավ, իրանք ամուսնացան, շատ հավեսով ընտանիք կազմեցին։ Հիմի ուզում եմ հարց տալ, ո՞ր մեկը կուզեք sense փեսա, sense դուխով, հավեսով, խելացի, աստվածապաշտ։ Իսկ մա բոլորն եք ուզեին այս փեսաները sense լինեն։ Տենց է թե չէ, ժողովուրդ ջան։ Բայց ասեմ նաև, որ Գոթոնիելը շատ, մեր բարբառով ասած, շատ շուստրի տղա էր ինքը։ Լավ հասկանում էր ժամանակի եւ իրավիճակի մեջ շուտ կողմնորոշում էր այս տղեն։ Կուզեք տեսպես աչես այդ շուստրի հավեսով։ Կարդանք ինչ եղավ շարունակությունը։ Եվ երբ որ աղջիկը գնում էր, արդեն օժիտ բան վերցրած, նրան հորդորեց, որ իր հորիցը մի ագարակ ուզե, եւ նա ինչի ծվարի չայ եւ Քաղեբն ասեց նրան. «Ինչ կա քեզ»։ Եվ աղջիկը նրան ասեց. «Ինձ օրհնություն տուր, որովհետև ինձ մի հարավային երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրներ էլ տուր», եւ Քաղեբը նրան տվավ վերի աղբյուրները եւ ցածի աղբյուրները։ Այ քեզի փեսա։ Հա, հիմի տեսեք ինչ, գիտեք ինչին անում էր այսօրվա, որ օժից 10 աղջկա հետ գնա, մի հատ էլ պես ենք այն ասի, մի հատ էլ ինձ մեքենա տու, որ կալոսներն լինի Միշլեն համ զիմնի կոմպլեկտով, այդ հյուսային աղբյուրներն էր, համ էլ լետնի կոմպլեկտով, ապանելանի նոր տա ինձի։ Կուզեք սեսպես ակուրեր, արդեն չենք կուզի, չէ սեսպես ա։ Դա համար գոհացեք Աստծո ձեր փեսաների համար։ Թող Քաղեբն դե գոհանա, դուք էլ ստեղ։ Կարևորը որ այնտեղ բոլորն էլ այն ժամանակ այդ իրավիճակում բոլորն էլ դավոնի էին մանավանդ Քաղեբը։ Ես հասկացա մի բան, որ Գոթոնիելը իրապես ինքն էլ ստրատեգ տղա էր, ինքն էլ շատ իմաստուն, խելացի, զենքից հասկացող, աստվածավախ, աստվածապաշտ եւ Աստծուն վստահող, այլապես ինքը ետ չէր գա։ Մի խոսքով հետաքրքիր պատմություն ուզեցի ձեր հետ կիսեմ, բայց այս օրերից հետո անցան երկար ամիսներ, տարիներ, միգուցե տասնյակ տարիներ, մեռավ Հեսուն, մեռավ Քաղեբն էլ, բոլոր ծերերը ժամանակա բոլորը մեռան, եկավ նոր սերունդ, որը Աստծուն չէր ճանաչում եւ Աստծո գործերը չգիտեին։ Դատավորաց երկրորդ գլուխ 9-րդ խոսքից տերևս։ Եվ նրան թաղեցին Հեսուի մասինա խոսքը իր ժառանգության սահմանումը Գազ սարի հյուսիսային կողմին, Եփրեմ սարի թամնաթահարեսում։ Եվ այն դարի բոլոր մարդիկ իրանց հայրերի մոտ ժողովեցան, բոլոր մարդիկը մահացան, իրանց հայրերի մոտ ժողովեցան, եւ նրանցից հետո մեկ ուրիշ ազգ վեր կացավ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։ Թեման ոնց էր այսօրվա։ Մի ասախահություն եւ մի փնտրիր հաշտություն, եթե հիշում եք։ Այս նոր ազգը չէր ճանաչում Աստծուն։ Ոչինչ պատմություն չէր ընդունում, սկսեց պաշտել այդ հարևան բոլոր ազգերի աստվածներին, բայց ոչ Եհովային, եւ մի դիված պիտի կարդա, որի մասին պետք է արդեն խոսենք։ Դատավորաց 3-րդ գլուխն է։ 5-րդ խոսքից եւ Իսրայելի որդիքը բնակվեցան քանանացիների, քետացիների, ամորացիների, փերեզացիների եւ խևացիների ու եբուսացիների մեջ։ Եվ նրանց աղջիկները իրանց համար կին առան եւ իրանց աղջիկները նրանց
տեղերանց տվին եւ նրանց աստվածներին պաշտեցին։ Ժողովուրդ ջան, բարեկամություն, հաշտություն եւ խաղաղություն, ինչ զենքի մասին է խոսքը, ինչ կռիվ, ինչ հարձակում, ինչ պաշտպանություն։ Այս մարդիկ գտել էին հաշտության ճանապարհը, բայց իրանց հայրերը կարծես չէին իմանում։ Բարեկամ խնամեղի հարևանը թշնամուց հետ էլ ինչ պարտադիր է կռիվը, բայց մի բան, որ Աստված ասել էր, չանեք։ Կարծես թե գտել էին այս մարդիկ կար ճանապարհը խաղաղության։ Բարեկամ խնամել լինեմ թշնամուց հետ։ Այդ էլ հենց ինքն էլ հենց կա խաղաղությունը։ Ոչ չէին մեր հայրերը գուշակել սրա մասին, որ կարելի է աղջիկ տված, աղջիկ վերցած, բարեկամ խնամին իրար հետ կռիվ չեն անի։ Իրանց կարծիքով գտել են իրանք շատ կարճ ճանապարհը, բայց Աստված ասել էր մի արեք, նման բան չանեք։ Մի փնտրեք խաղաղություն, եւ մի ասա հաշտություն թշնամուտ հետ։ Հաշտության եզրեր մի փնտրեք։ Բայց ես նոր սերունդը կրկնում եմ։ Իրանց մեջ թերևս կռիվ անող էլ չկար։ Զենք բռնող էլ չկար, ինչ պարտադիր է զենքի համար ֆինանս ծախսել, եթե կարող են տնտեսապես զարգանալ։ Խնամի բարեկամ եւ վերջ, հալելույա, ամեն բան լավ է։ Բայց դա երկար չտևեց։ Եվ Տիրոջ բարկությունը Իսրայելի վրա բորբոքվեց, եւ նա նրանց միջագետի Քուսարսաթեմ թագավորի ձեռքը մատնեց, եւ Իսրայելի որդիքը 8 տարի ծառայություն արին Քուսարսաթիմին։ Ծառայություն արին։ Գերության մեջ էին գտնվում։ Իրանց փնտրած խաղաղության, կարճ խաղաղության ճանապարհը հաշտության իրանց տարավ ուղիղ գերության եւ ծառայության։ Դե չասեմ, թե ինչ անշանակում գերություն։ Գերությունը դա, երբ որ տանջվում են, իրանք տառապում են, թե ֆիզիկապես, թե մорալի, եւ ոչ միայն իրանց հարազատները, իրանց երեխաները, իրանց աչքի առաջին, եւ կարծես թե ամենին վերջ չկար։ Եվ սենց 8 տարի։ Շատ հեշտ ասել 8 տարի, բայց վերջապես այս ժողովուրդը եւ Իսրայելի որդիքը Տիրոջը աղաղակեցին եւ Տերը Իսրայելի որդկանց համար մի փրկիչ կանգնեցրեց։ Գրված է հա այնտեղ արդեն իմացան։ Ինչեր է տղանունը ում գտավ Տերը Գոթոնիել։ Այն Գոթոնիելը, որի մասին մի քիչ առաջ խոսում էի, որը զորավոր էր, քաջ էր իմացել եւ Աստծո հետ էր քայլում իր կյանքի օրերը։ Ամեն իրավիճակի մեջ վստահելով Աստծուն։ Ուրիշ մեկը չկար, նոր սերունդ, ոչ ոք Աստծուն չէր ճանաչում։ Միայն խաղաղություն էին ուզում, այն էլ սխալ ճանապարհով։ Հաշտություն կնքելով, բարեկամություն անելով թշնամու հետ։ Եվ դա տարավ կրկնեմ գերության եւ ստրկության, բայց երբ որ 8 տարի հետո աղաղակեցին, Տերը հանեց ալելույա գոթոնելների համար, որ վարժում են ամեն ժամանակ իրանց պատերազմի, որ ամեն ժամանակ պատրաստ են պատերազմելու եւ Աստծուն իրանց շուրթերին համարձակությամբ, խիզախությամբ գնում են ուրել պատահի։ Գիտեք, երբ որ Գոթոնիելը եկավ, լավ, կարդամ շարունակությունի մոտ, Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որ ազատեց նրանց, եւ Տիրոջ հոգին եղավ նրա վրա, եւ Իսրայելի մեջ դատավորություն էր անում, եւ երբ որ պատերազմի գնաց, Տերը միջագետի Քուսարսաթեմ թագավորին նա ձեռքը տվավ, եւ նա ձեռքը Քուսարսաթեմի դեմ զորացավ, եւ երկիրը 40 տարի հանգստացավ, եւ Կենեզյան Գոթոնիելը մեռավ։ Ասել ես սա է, որ ստրկության մեջ երբ որ աղաղակեցին Տիրոջը, բնականաբար ուրիշ մեկը թերևս չկար։ Մենք ես այս սկզբից որ խոսում էի Գոթոնիելի մասին, այդ հարսանիքի մասին հենց այնպես չէի ասում։ Իդեպ ասեմ, որ Գոթոնիելը եւ Աքսը այդ հարաբերության մեջ մի քիչ իմ խորտերի մեջ ես խորել եմ նաեւ որպես Հիսուսը եւ եկեղեցին։ Սա մտածելու որպես առիթ կտեսնեք, եթե ցանկություն կունենաք։ Բայց սա դեռևս այդ դեպքը չի։ Այդ մարդիկ երբ որ աղաղակեցին, Գոթոնիելը եկավ եւ բնականաբար, գիտես, հեշտ է պայքարել գերի չընկնես։ Շատ ավելի դժվար է, երբ որ գերի ես, պայքարում ես, որ ազատագրվես։ Նորից եմ ասում, եթե գերի չես, հեշտ է պայքարել եւ գերի չընկնելը, բայց երբ որ արդեն գերի ես, մանավանդ 8 տարի արդեն ծառա ես, դժվար է պայքարել դուրս գալ գերությունից։ Այդ մարդիկ երբ որ աղաղակեցին, Տերը Գոթոնիելին հանեց, բնականաբար եկավ ճակատամարտեր, պատերազմներ, շատերը ընկան, նույնիսկ այն աղաղակողներից։ Գիտես ինչի, որովհետև փորձ, օպիտ չունեին իրանք զենքի։ Երկար ժամանակ, իրանք խաղաղությունը այլ կերպ էին իրանց մտքում պատկերացնում։ Այո, Տերը ազատագրեց, բայց շատերը ընկան, բայց ոչ Գոթոնիելը։
Ինչ-որ մեկի մի բան ասում եմ։ Երկրորդ Թագավորաց 22-րդ գլուխ 35-ից 39 խոսքերը։ Նա սովորեցնում է ձեռքերս պատերազմի։ Ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղ, եւ դու տվիր ինձ քո փրկության վահանը, ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։ Այս համար ինքան դուրս գալիս է, ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։ Բոլորը չի որ պատասխան են առնում Աստծուց։ Բայց Տերը զորացրել է մեզի ժողովուրդ պատերազմելու եւ հաղթելու, որը որ կարեւոր է։ Եվ եւս մի համար Սաղմոս 144-1-ը։ Շատ նման է համարին։ Օրհնյալ է Տերը, իմ վեմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիվ անելու եւ իմ մատները պատերազմելու։ Տերը սովորացնում է, ասում է օրհնյալ է Տերը, որ սովորացնում է։ Ես ամեն օր որ ուզում եմ սովորի Տիրոջից Տերը սովորացնում է։ Թող իր անունը փառավորվի։ Պետք չի այսօր խաղաղություն կնքել աշխարհի հետ։ Մի փնտրի հաշտության եզրեր, որովհետև այդ եզրերը հեռացնելու են քեզ քո Աստծուց։ Սանում ես համոզվել եմ, մի անգամ չէ որ համոզվել եմ։ Եթե փնտրեցիր հաշտության եզրեր, այդ հաշտության եզրերը քեզ հեռացնելու են քո Աստծուց։ Հիսուսը մի անգամ ասավ, իմ խաղաղություն եմ թողնում ձեզ։ Ոչ թե խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, ասել է թե աշխարհը ունի առաջարկություն խաղաղության։ Բայց այդ խաղաղությունը չընդունես։ Այդ խաղաղությունը ճակերտավոր գերության է տանելու քեզ մի օր։ Ինչու է մարդը փնտրում այդ հաշտության եզրերը, ժողովուրդ ջան։ Որովհետև բխում է իր սրտի ցանկությունից, իր մարմնի ցանկությունից, իր աչքերից։ Դա համար է մարդը փնտրում է հաշտության եզրեր, համ կլինեմ եկեղեցում, մի քիչ էլ աշխարհում։ Կվայելեմ համստեղ փառաբանությունը, երկրպագությունը, համ էլ աշխարհում։ Մի ոտքով ստեղ, մի ոտքով ընդեղ։ Ասում եմ, եթե մարդը մնար Աստծո պատկերի մեջ, նույն այդ ցանկություններից, այդ տեսակ խաղաղություններից կգարշեր ճիշտ այնպես ինչպես Աստված։ Եթե մնար Աստծո պատկերի մեջ։ Սատանան չստիպեց մարդու, մարդը իր հոժար կամքով խափնվեց։ Ուղղակի համոզեց Սատանան։ Եվ այսօր շատերը դեռ շարունակում է համոզել, եւ շատ շատերը դեռ համոզվում են։ Եվ այդ բերը ծանրացավ մարդու վրա, այդ լուծը ծանրացավ այդ գերության։ Բայց օրհնյալ է իր անունը, ինքը եկավ եւ լուծեց այդ կապանքների հարցը խաչի վրա։ Մեռնելով խաչի վրա եւ հարություն առնելով ազատագրում շնորհեց մեզանից յուրաքանչյուրին։ Այսօր ցավոք սրտի շատ քարոզիչներ փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, ասելով ոչինչ, դու տենց ապրի։ Մի օր Տերը կգա իր զորավոր ձեռքով քեզ կազատագրի։ Ես այդ գիտեք համաձայն եմ, որ Տերն ազատագրում։ Բայց ես համաձայն չեմ, որ մի օր պիտի գա Տերը արդեն եկել է եւ արդեն արել է։ Ոմանք սպասում են վայելելով աշխարհը մեղքը, սպասելով որ Տերը կազատագրի եւ կազատագրվեմ։ Տերը արդեն արել է։ Եվ այսօր մեզ ասում է քո հերթն է, զավակս։ Ուզում եմ մեր միջոցով այդ հաղթությունը, որովհետև Քրիստոսը մեր մեջ է։ Եվ եթե ձեր շուրջ բոլորն եք շատերին կտեսնեք, որ հաղթել է, շատ գոթոնելներ կտեսնեք։ Հաշտություն եւ խաղաղություն աշխարհի հետ։ Սա խապկանքն է սատանայի այսօր։ Բարեկամությունը աշխարհի հետ։ Ես չեմ ասում մեր բարեկամների մասին չի, հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Տերն այսօր ասում է, երկսայրի սուր կա քո ձեռքի մեջ գործի դիր։ Գիտես, Դավիթ երբ որ գնաց կանգնեց Գողիաթի դեմը, չասավ, Տեր, եկել եմ, դե քեզ տեսնեմ ինձ ազատագրի։ Ոչ։ Նա միշտ գալ Գողիաթի դեմը, իջավ հեղեղատը։ Ելնելով իր փորձից համապատասխան իրավիճակում ինչպիսի քարեր են պետք, եթե հիշում եք ես քարերի մասին ստեղից խոսել եմ մի անգամ։ Ընտրում է 5 հատ քար, գնում է կանգնում Գողիաթի դեմը, պայուսակից հանում է, պարսատիկով եւ այս ամենը անում է հավատքով։ Մենք շատ անգամ կանգնում ենք խնդրի առջև, առանց որևէ բան անելու, Տեր ինձ օգնիր ազատագրիր։
Էլի եմ ասում, Հիսուսը սա արդեն մի անգամ արել է։ Այսօր երբ որ ճակատ կանգնած ես խնդրի առջև, ուզում եմ հիշեցնել, եթե կան դες մարդիկ, որ մի անգամ Հիսուսը մենակ էր մնացել խաչի վրա եւ այս հարցը լուծեց իմ ու քո համար։ Եվ այսօր մեզ ազատագրում է շնորհել։ Եփեսացիս 4:22-ը Ոնտեղ բացա։ Որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, ով դուրս հանի ձեզանից։ Տերը Աստված դուք դուրս անեք։ Այսինքն սա մի բան է, որ Տերը թողել է մեզ բաժին։ Դուք, մենք պետքա դուրս հանենք մեզանից, ժողովուրդ ջան, մենք պետքա դուրս հանենք։ Սուգիկ ասում է դուք դուրս հանեք։ Կորավ։ Դա մի մոտ բացել նորից։ Բերեց։ Ձեզանից դուրս հանեք։ Կրկնեք ինձ այդ խնդրում քո մտքի մեջ։ Դուրս հանեք առաքյալն ասում է։ Առաջի գնացքի պես եղող հին մարդը։ Առաջի գնացքի պես եղող հին մարդը։ Ադամն է նույն ձև, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, դուրս հանեք։ Սա մի ֆունկցիա, որ Տերը վստահել է մեզ։ Երկրորդ օրինաց 23:6-ը։ Մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, չէ՞ Արտավազ Դախպեր, ոնց հասկանում եմ։ Նրանց խաղաղությունը եւ լավությունը չորոնես, քո բոլոր օրերումը հավիտյան։ Ինչ? Նրանց խաղաղությունը եւ լավությունը չորոնես։ Լսեք, ոմանք ընդեղ էլ ապրում են, այնքան կոմֆորտ է իրանց այդ գերությունը։ Դու հասա, որ ազատության տեղ կա։ Արի Քրիստոսի ազատության մեջ, այնքան կոմֆորտ է, անգամ քո ձայնը հերվիցը չեն ուզում լսել։ Որ մի անգամ էլ չես ասում, արդեն հոգնեցնում ես իրանց։ Խաբվել են սատանայից։ Բայց նա ով որ գալիս աստեղ արդեն հասկանում է Քրիստոսի մեջ, որ այնտեղ ինչ կար։ Միայն այդ դեպքում կարող ես հասկանալ, եւ սրանց որ Տերն ասում է, նրանց խաղաղությունը եւ լավությունը չորոնես աշխարհի։ Ոմանք այսօր գիտես սրտից ցավ է պատճառում, երբ որ մարդու խաթրը չեն ուզում կոտրեն մեղ գործելու համար, բայց Քրիստոսին է խաթրը կոտրեն։ Դե հո չեմ նեղացնելու բարեկամիս։ Բայց Քրիստոսին կարելի է վշտացնել Սուրբ Հոգուն։ Ես չունեմ խի ես տոնով ես քարոզ ես գնաց այսօր այստեղ ես տրամադրված եմ մի քիչ այլ կերպ, բայց կարծում եմ սրա մեջ ճշմարտություն կա, որ մեր համար առաջնային է չվշտացնել Աստծո Սուրբ Հոգուն։ Մինչակ այդ նախանձի մեջ ուտում է, երբ որ մարդ աշխարհին է հաճեցնում, նա լավությունն է ապտում, նա խաղաղությունը, թող նա լավ լինի, ոչինչ, ինքը իմ հարազատն է։ Մի օր կապ աշխարհի։ Ոչինչ որ այսօր Սուրբ Հոգուն տրտմացրել եմ, ոչ եւ ոչ։ Մի փտեք նրանց խաղաղությունը եւ նրանց լավությունը։ Եսայի, ես մոտենում եմ ավարտին, Եսայի 8:12-ն էլ կարդանք։ Մի ասեք դաշնակցություն, այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցություն է ասում, եւ նրա վախովը մի վախենակ եւ մի զարուրեք, մի ասեք դաշնակցություն։ Մենք դաշնակցություն չունենք անելու աշխարհի հետ, պղծության հետ, առհասարակ։ Մեր դաշնակցությունը Տիրոջ սուրբերի հետ, ովքեր Տիրոջ անունը սուրբ սրտով կանչում են։ Մի արեք նրանց հետ դաշնակցություն։ Մենք ընտրված ժողովուրդ ենք, Տերը ասում է իմ սեփական ժողովուրդը մեզ առանձնացրել է եւ սրբացրել է իր համար։ Չի կարա լույսը խավարի դաշնակցություն ունենալ ժողովուրդ ջան, անհնար է։ Ինչքան էլ փորձենք մենք համատեղենք, ուղղակի ծիծաղելի է դառնում։ Կամ լույսես կամ խավար։ Երկուսից մեկը։ Մի ասա խաղաղություն եւ մի փնտրիր հաշտություն դիղծ աշխարհի հետ, մեղքի հետ, անօրինության հետ, ամբարշտության հետ, այլ հակառակը այն բաները, որ այսօր մեզ հեռացնում Աստծուց, թեկուզ 1 միլիմետր շուրջ հեյդար մեջքով երեսով դեպի Տիրոջը, որտեղ գնալով ավելի քո բարեկամությունը կսերտանա այնտեղ եւ թշնամությունը կառաջանա Աստծո հետ։ Եվս մի համար եւ կավարտեմ։
Դատավորած երկրորդ գլուխ առաջի 2 խոսքերը։ Եվ Տիրոջ հրեշտակը Գագաղայիցը բոքի մելավ եւ ասեց. ձեզ Եգիպտոսից հանեցի եւ ձեզ այն երկիրը բերի, որի համար ձեր հայրերին երթում մի արել եւ ասեցի. ձեզ հետ արածուղտս հավիտյան չեմ դրժել։ Իսկ դուք այս երկրի բնակիչների հետ դաշնակցություն մի անեք, նրանց սեղանները քանդեցեք, բայց դուք իմ ձայնին հնազանդություն չարիք։ Դուք այդ ինչ եք արել։ Այսինքն մարդիկ սա արել էին եւ չէին հասկացել, թե սա որտեղ է իրանց տանելու հասցնի։ Դուք այդ ինչ եք արել։ Աստված ասում է, ձեզ ասել էի չանեք, քանդեք, բայց դուք այդ ինչ արեք։ Դուք գոնե հասկացար այդ ինչ արեք։ Շատերս այսօր չենք հասկանում, թե ինչ ենք անում, երբ որ դաշնակցություն, խաղաղություն ենք անում աշխարհի հետ, մեղքի հետ, խաղ ենք խաղում։ Աստծո քինեսը ասում է, այդ ինչ ես անում։ Գոնե հասկանում ես, դա քեզ ուրա տանելու։ Հակոբոս 4:4-ը չեմ կարդում, ասում է, ով որ կարողանա աշխարհին բարեկամ լինել, ով որ կարողանա իր անձը Աստծուն թշնամի անում։ Եթե կա մեկը, որ կարա աշխարհի հետ բարեկամություն անի, սուբիկը շատ կտրուկ ասում, իր անձը Աստծուն թշնամի անում։ Բայց ես ուզում եմ այսօր, որ մեր երեսը լինի դեպի Աստված։ Ամեն ժամանակ ժողովուրդ եւ մեջքով եղիր դեպի աշխարհը։ Գիտես, կրկնում եմ նույն խոսք, որ մի քիչ առաջ ասեցի, եթե մենք Աստծո պատկերի մեջ մնանք, այդ աշխարհի ամեն ինչը մեր համար այնքան գարշելի կլինի, որքան որ Աստծուն։ Մի ասա խաղաղություն եւ մի կնքիր հաշտություն աշխարհի եւ պիղծության հետ։ Տերևս քանս հատավաց դախպետ ջան։ Տերը օրհնի ձեզ, աղոթենք, հա։ Ոտքի կանգնեք, խնդրում եմ աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Օրհնյալ ես ամենակարող Աստվածը։ Երկնային Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ մի օր մեր կողքով անտարբեր չանցարտեր։ Մեզ կանչեցիր մեր անունով, Տեր իմ Աստվածը։ Մեզ լվացիր, փրկիր, սրբեցիր։ Մեզ քո ժողովուրդը, քո զավակները կոչեցիր, Հայր։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, որ այս ամենը դու մեզ հաշտեցրեցիր հոր հետ, քո մարմինի միջոցով։ Եվ օգնիր այսօր, որ ոչ ոք հաշտություն չունենա աշխարհի եւ պղծության հետ։ Տեր օգնիր, որ բոլոր թելերը կտրվեն աշխարհի հետ։ Տեր իմ Աստվածը, խնդրում աղաչում եմ, օգնիր, որ մեզանից յուրաքանչյուրը, որ այսօր էս վայրում է, որ քո ձայնը լսի եւ կարողանա առաջնորդվել։ Տեր Աստված, խնդրում աղաչում եմ, օգնիր հրազդանի վերածնունդ եկեղեցին, ամեն մի քրոջս եւ եղբորս, բոլոր ծառայողներին, ավելի զորացրու, ավելի քաջացրու, ավելի լցրու իմաստությունով, Տեր իմ Աստվածի, վարժեցրու մեր մատները պատերազմի, խնդրում ենք Տեր ջան, այս պատերազմում դու հաղթել ես, օգնիր մեզ քո հետևից գալու, որպեսզի կարողանանք այս պատերազմի մեջ մենք էլ հաղթողներ լինենք, եւ մեր ձեռքերին լինի այդ հաղթության դրոշը, որի վրա քո սուրբ անունն է գրված։ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզանից այս հնարավորության համար, եւ այս ամեն բանի մեջ թող քո սուրբ ու պատվական անունդ փառավորվի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։